Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրով ուղղվել է 500 բնակավայրի կադաստրային քարտեզ, որից 156-ը 2024-ին։ Աշխատանքների ավարտը նախատեսված է 2026 թվականի մարտին։ Վարչապետի մոտ խորհրդակցությանը կադաստրի կոմիտեի ղեկավարը ներկայացրել է ծրագրով սահմանված թիրախները եւ դրանց ուղղությամբ աշխատանքը։ Բազային տարածական տվյալների շտեմարանի ճշգրտում, արդիականացում, օպտիմալացում եւ ստանդարտացում։ Թիրախի ապահովման նպատակով իրականացվել են աշխատանքներ։ Կադաստրային քարտեզների ուղղում, աշխարհագրական անվանումների, տեղեկատվական բազայի թարմացում, չտեղադրված գույքերի նույնականացում եւ տեղեկատվական բազայի ճշգրտում, բազային քարտեզագրական շերտերի, մակերևութային ջրերի, ռելիեֆի, տրանսպորտային ցանցի ստանդարտացում եւ մուտքագրում գեոպորտալ։ 2024-ին իրականացվել են նաեւ գրանցման տվյալների բազայի եւ կադաստրային քարտեզների անհամապատասխանությունների ավտոմատացված եղանակով հայտնաբերում եւ ուղղում։ Մշակվել է ավտոմատացված ալգորիթմ, որը հնարավորություն է տալիս գույքերի գրանցման տվյալները համեմատել քարտեզագրական շերտերի հետ, հայտնաբերել անհամապատասխանությունները։ Նույնականացվել է մոտ 20,000 գույք տեղադրվել կադաստրային քարտեզներում։ Այս տարի նախատեսվում է եւս 5,000 գույքի նույնականացում։ 2024 թվականին կատարվել է օրթոֆոտոհատակագծերից բազային քարտեզագրական շերտերի թվայնացում եւ ստանդարտացում, Արմավիրի մարզի տարածքի բազային քարտեզագրական շերտերի մուտքագրում գեոպորտալ, Արարատի մարզի մոտ 200,000 հեկտար տարածքի ռելիեֆի քարտեզագրական շերտի ստեղծում եւ ստանդարտացում։ Այս տարի նախատեսվում է գեոպորտալ մուտքագրել Արարատի եւ Շիրակի մարզերի բազային շերտերը, ավարտել Հայաստանի ամբողջ տարածքի ռելիեֆ բազային քարտեզագրական շերտի ստեղծման, ստանդարտացման եւ գեոպորտալ մուտքագրման աշխատանքները։ Անցած տարի ազգային գեոպորտալում ներդրվել է աշխարհագրական օբյեկտի համար անվանման անձնագրի ձևավորման ինքնաշխատ համակարգը։ 2025-ին նախատեսվում է կազմել մոտ 10,000 աշխարհագրական անվանումների անձնագրեր, թարմացնել տվյալներ։ Ազգային գեոպորտալում արտացոլված են մի շարք գերատեսչությունների ներկայացրած տվյալներ, մեկնարկել են միջազգային ստանդարտներին համապատասխան նոր բազմաֆունկցիոնալ ազգային գեոպորտալի ներդրման աշխատանքները։ Ստեղծվել է հասցեների միասնական ռեեստր։ 2023 թվականին ստանդարտացվել են մոտ 1 միլիոն հասցեներ։ Ստեղծվել տեղեկատվական բազա։ 2024 թվականին ռեեստրի բազան համալրվել է եւս 200,000 հասցեով։ Այս տարի նախատեսվում է ստանդարտացված եւ ճշգրտված հասցեների բազան համալրել եւս 40,000 հասցեով։ Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է պլատֆորմը կայացնել, տվյալները ներբեռնել եւ սահմանել դրա կառավարման հիմունքները։ Այդ տվյալները կարող են օգտակար լինել նաեւ ներդրումային միջավայրի բարելավման համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է։ Գերատեսչություններին երկրի ղեկավարը հանձնարարել է հարթակը լրացնել իրենց համակարգման ոլորտներում առկա տվյալներով։ Մայա Խաչատրյան, լուրեր։